Այս լուսանկարները ժողովրդական եւ գեղեցկական որոշ երգերի ծննդյան վկայականն են։ Մոտ մեկ դարյա վավերագրությունները արվել են Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Սպիրիդոն Մելիքյանը հավաքագրում ու նոտայագրում էր ազգային խաղիկներն ու տաղիկները։ Երաժշտագետի թիկունքում Կարա Մուրզան էր, Մակար Եկմալյանն ու Կոմիտասը, որի ոչ միայն աշակերտն ու օգնականը եղավ, այլև գործի շարունակողը։ Հրաժարվեց կուսակրոնությունից, որովհետև ինքը պատճառաբանել է, թե ինչի է հրաժարվում։ Ասում է, ես պետք է զբաղվեմ, ես գիտեմ, որ իմ զբաղմունքը լինելու է միայն հայ երաժշտությամբ զբաղվելը, իսկ այս պատերի մեջ ես չեմ կարող ինձ լիովին դրսևորել։ Կոմիտասի եւ Մելիքյանի ամենահայտնի լուսանկարը արվել է Բեռլինում 1900-ականների վերջին։ Սպիրիդոնը մեկնել էր Գերմանիա սովորելու Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։ Այստեղ սովորելու տարիներին էլ որոշում է թողնել եկեղեցին ու կյանքը նվիրել ազգային երգերաժշտությանը։ Աշխատեց Շուշիի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Հայաստանի մի շարք դպրոցներում իր նախաձեռնությամբ ստեղծեց Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերությունը եւ Թիֆլիսի հայոց երգեցիկ ընկերությունը։ 1930-ից 31 թվականին նա եղել է նաեւ կոնսերվատորիայի տնօրենը։ Կոմպոզիտորի 145-րդ Հոբելյանի միջոցառումների շրջանակում գրականության եւ արվեստի թանգարանի պահոցից ցուցասրահ են բերվել նրա կամերտոնը, լուսանկարներ, նամակներ, նոտաներ եւ այլ իրեր։ Ժամանակավոր Մելիքյանի անձնական արխիվը այստեղ է նախորդ դարի կեսերից մոտ 1000 նմուշ։ Արշավախմբերի երգերի հավաքման նոտագրությունը կա։ Նամակագրություն շատ ունի, Կոմիտասի հետ նամակներն են շատ արժեքավոր նամակներ։ Սպիրիդոն Մելիքյանի անձնական իրերը մոտիկից տեսնելու է եկել նաև եղբոր թոռը։ Մելիքյանների գերդաստանում խմբավարը անառարկելի մեծություն է, ասում է Աշոտ Մելիքյանը։ Չնայած ավագ հորեղբորը չի տեսել, բայց ընտանեկան անգին ու ջերմ պատմությունները հասել են նաև իրեն։ Իմ պապը պետք է ամուսնանար, այնպես ստացվեց, որ տերտերը չէր կարող գալ պսակադրության հիվանդության պատճառով։ Եվ այսպես ընկճված Սպիրիդոն Մելիքյանը գնում է Կոմիտասի մոտ, ասում է, այսպիսի միջոցառում կա, բայց տերտերը հիվանդ է, եւ Կոմիտասը ասում է, բայց ինչ խնդիր կա, դա լավ միջոցառում է, ես կգամ եւ ձեր տանը կպսակադրեմ։ Պիլիպի, Թխկոնդա, Ծամթել, Քելեցոլեր եւ այլ երգեր ու տեսական աշխատություններ։ Հունական ազդեցությունը հայ երաժշտության տեսական ու վրա, Կոմիտասի ստեղծագործությունների անալիզը, Շիրակի երգեր, հայ ժողովրդական երգի գամաները, շարքը գուցե ավելի երկար լիներ, եթե երաժշտագետի կյանքը չընդհատվեր 53 տարեկանում։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։